Հայոց ցեղասպանությունը վերապրած սերունդը սերնդեսերունդ փոխանցել է իր պատմությունը։ Դրանք դաժանության, ավերածությունների ու կորստի պատմություններ են։ Այսօրվա հյուրս իմ գործընկեր Գառնի Մութաֆյանն է, որի արմատները Արևմտյան Հայաստանից են։ Նրա ընտանիքի պատմության մեջ դարերի ընթացքում ներհյուսվել են պայքարը եւ ձայնը չլրացնելու անկոտրում ձգտումը։ Այսօր պատմությունը կրկնվում է։ Գառնին որպես լրագրող նաեւ լուսաբանել է Արցախցուն սպառնացող ցեղասպանությունը եւ արցախցիների բռնագաղթը։ Բարի օր Գառնի։ Գառնի, ինչ պատմություններ ես լսել նախնիներիդ մասին, ինչ ճանապարհ են անցել ցեղասպանության օրերին։ Ես երկու, այսինքն եւ հայրական կողմից եւ մայրական կողմից արմատներս Արևմտյան Հայաստանից են։ Հայրս արմատներով Ուրֆայի Կարմուճ գյուղից է, իսկ մայրս Սեբաստիայից, եւ բնականաբար երկու կողմն էլ տեսել է ցեղասպանությունը, անցել այդ գաղթի ճանապարհով Հովանես պապիկը, այսինքն հորս պապիկը Ուրֆայի Գարմուճ գյուղից է, այնտեղից է գաղթել, ցեղասպանության տարիներին այնտեղից է գաղթել, իսկ արդեն մորս կողմի պատմությունը մի փոքր ավելի շատ բան գիտենք, քան ի տարբերություն հայրիկիս ընտանիքի մասին պատմությունը։ Մորս պապիկը, Հակոբ պապիկը Սեբաստիայից գաղթել է, ճանապարհին կորցրել է եղբորը, հորեղբորը, իսկ արդեն Գայանե տատիկը, մայրիկիս տատիկը կորցրել է ճանապարհին իր ընտանիքին եւ հայտնվել է հենց մանկատանը, երբ որ արդեն գաղթի ճանապարհից եկել հասել են Սիրիա, հայտնվել է մանկատանը։ Գառնի, շատ գաղթական ընտանիքներ հիմնականում սահմանամերձ հատվածներում են բնակություն հաստատել, այն հույսով, որ կարող են վերադառնալ հայրենիք։ Ինչ ճակատագիր են ունեցել քո նախնիները, որտեղ են գաղթել, ինչ փորձությունների միջով են անցել։ Երկու ընտանիքներն էլ գաղթել եկել են Սիրիայի Թինա գյուղ։ Երկու ընտանիքներն էլ եղել են այնտեղ, ապրել են այնտեղ, մորս պապիկն ու տատիկը նրանք հենց այնտեղ էլ ամուսնացել են, երբ որ մանկատանը հայ երեխաներ են հավաքվել, նրանց ամուսնացրել են, որպեսզի չձուլվեն կամ թուրքերը նրանք չտանեն, եւ հենց Հակոբ պապիկն ու Գայանե տատիկը ամուսնացել են հենց այդ ժամանակ, որպեսզի չձուլվեն, նրանք ապրել են Սիրիայի Թինա գյուղում, հետո արդեն ընտանիքները, արդեն իմ պապիկները տեղափոխվել են Հալեբ, Սիրիայի Հալեբ քաղաք, որտեղ էլ ծնվել եմ ես եւ եղբայրներս։ Քանի տարեկան էիր, որ առաջին անգամ պատմեցին, որ դու քո նախնիները որտեղից են գաղթել, ցեղասպանություն է կատարվել։ Չեմ հիշի թե քանի տարեկան եմ, որտեվ դա այդպես տպավորություն է, որ դա միշտ այսպես պատմել են, դու գիտեիր այդ պատմել, այսինքն առանձին ինչ որ չի եղել նստեն, պատմեն, դու դա գիտեիր ու արդեն դու հարցերի միջոցով էիր իմանում, օրինակ ինչ պատմություններ են եղել։ Սփյուռքում մի փոքր նաև դա այլ է, դա անընդհատ պատմում են, դու պիտի իմանաս քո պատմությունը, քո ինքնությունը, որտեղից են քո արմատները, որպեսզի նաև այդ պահանջատիրությունը ձևավորվի։ Այդպես չեմ հիշի, որ ինչ տարիքում էի, որ գիտեի, արդեն դա այնտեղ Սիրիայում ես շատ բան չեմ հիշում, շատ փոքր էի, երբ տեղափոխվեցինք Հայաստան, այստեղ արդեն երբ որ գնում էինք ամեն տարի Ծիծեռնակաբերդ եւ այլն, այդ ընթացքում էի, ինչ որ մոտ երբ որ հարցեր էր առաջանում, հարցնում էի ծնողներիս, նրանք պատմում էին ու ես այդպես էի իմանում, թե ինչ ճանապարհ են անցել։ Նույնիսկ մինչև հիմա պատմություններ կան, որ ես հիմա օրինակ նոր եմ իմանում կամ նոր ենք ինչ որ բաներ գտնում, բարձում է օրինակ որ նախնիներս ինչ որ բան թողել են։ Հասկացա Գառնի, իսկ երբևէ ցանկություն ունեցել ես Արևմտյան Հայաստան գնալու, լինել այն վայրերում, որտեղից սկիզբ է առել քո ընտանիքի Գերդաստանի պատմությունը։ Այս վերջերս է մոտս ինչ որ ցանկություն առաջացել, որ գնանք։ Նախկինում մի փոքր դրված կորնակ այլ էր, մեր ընտանիքում հատկապես Թուրքիա գնալ եւ այլն, դա մի քիչ անընդունելի էր, այսպես ասած։ Դրա համար երբեք օրինակ դրա մասին չեմ մտածել, որ կարելի է գնալ այնտեղ։ Այս վերջերս է այդ միտքը ինձ մոտ առաջացել, բայց այսպես բավականին հակասական են զգացողություններից, դեռևս վստահ չեմ կկարողանամ գնալ թե ոչ։ Դրա համար ոչ։ Գառնի, իսկ երբևէ զուգահեռներ անցկացրել ես 1915 թվականի եւ 2023 թվականի Արցախի բռնաճնշմամբ տարհանմանը, արդյոք պատմությունը կրկնվում է ըստ քեզ։ Ձեռագիրը նույնն է, այն 110 տարի առաջ Թուրքիան էր, հիմա թուրք-ադրբեջանական տանդեմը, բայց այդուամենայնիվ այստեղ
Արցախում ուղակի մարդիկ դուրս չեկան եւ չլքեցին, այստեղ եղավ կռիվ, այստեղ եղավ պայքար ու երբ որ արդեն դանակը հասավ ոսկորին, հետո դուրս եկան, այո, կրկնվում է այնքանով ու ասոցիացիաներն այնքանով էին, որ ձեռագիրը նույնն է ու եւս մեկ անգամ դու հասկանում ես, որ թշնամին չի փոխվում ձեռագիրը, չի փոխվում քաղաքականությունը ու դա նույնն է ու դրանից ընդհանրապես պետք է դասեր քաղել ու ըստ դրա առաջնորդվել։ Գառնի դու որպես լրագրող, այսպես ասած, բախտ է վիճակվել, որ դու լուսաբանես այդպիսի դաժան դեպքեր, որը ականատես են եղել արցախցիները Արցախում։ Ինչ զգացողություն ունի ցեղասպանությունը վերապրած Գերդաստանի ժառանգը այդ ընթացքում։ Իրականում զգացողությունները բնականաբար տարբեր են, որովհետև մինչև այդ դու լսում ես ընդհանրապես պատմություններ, դասագրքային պատկերացում ունես, ինչպես տեղի ունեցածի մասին, այդպես էլ օրինակ պատերազմի մասին։ Հիմնականում ֆիլմերում ենք տեսնում։ Այո, դասագրքային են, այսինքն ֆիլմային, դասագրքային են քո պատկերացումները այդ տեղի ունեցածի մասին, ինչ որ տեղել դու այդպես չես պատկերացնում, որ դա իրականում հնարավոր է տեղի ունենա։ Օրինակ մինչև 44 օրյա պատերազմը ես պատերազմների մասին առհասարակ իմ պատկերացումները շատ դասագրքային էին։ Ես անգամ հիշում եմ ուսանողական տարիներին, երբ որ կարդում էի Հեմինգուեյի Ֆիեստան, այնտեղ խոսվում էր առաջին աշխարհամարտից հետո կորուսիալ սերնդի մասին, ես այդ ժամանակ չէի հասկանում, որ պատերազմից հետո ինչպես կարող է կորուսիալ սերունդ լինել։ Այո, պատերազմը շատ ծանր բան է, բայց հնարավոր է հաղթահարել։ Այդ 44 օրյա պատերազմից հետո իմ պատկերացումները միանգամայն փոխվեցին, երբ որ արդեն դու այդ կորուստը զգում ես քո մաշկի վրա, երբ որ արդեն դու կորցնում ես ընկերներ, կորցնում ես հայրենիք, դու հասկանում ես, թե դրա հետևանքները ինչ երկարաժամկետ են։ Ու նույնն էլ ցեղասպանության դեպքում, այսինքն այդ ցեղասպանությունը միայն այդ ցեղասպանությունը տեսած սերունդը չի։ Այդ հետևանքները շատ ավելի երկար են տևում։ Այդ հետևանքները սերունդներ են 3-4 սերունդ, այդ հետևանքները ապրում է եւ տեսնում է։ Ու ցավոք սրտի այդ անդադ կրկնվում է ու ստիպված ենք լինում վերապրել։ Գառնի, ինչպես ես ընկալում պահանջատեր լինելու գաղափարը։ Ինչ ձևով է այն արտահայտվում քո մտածողության, խոսքի ու առօրյա կյանքի մեջ։ Խոսելով անդադ խոսելով դրա մասին, օրինակ ինձ ինչպես է փոխանցվել, ինձ փոխանցվել է իմ ծնողների, իմ տատիկների, պապիկների միջոցով, այսինքն անդադ խոսելով դրա մասին, չմոռանալով, ինչ որ ժամկետներ չդնելով, կլինի 110, 200 եւ այլն, դրանք թվեր են, պատմությունը չպիտի մոռացվի, անդադ խոսելով, անդադ աշխատելով, դրա մասին, նաեւ իմ մասնագիտությունը նաեւ այնպեսին է, որ ես ունեմ հնարավորություն անդադ դրա մասին խոսելու, այդ հարցերը բարձրաձայնելու, դա է պահանջատիրություն, անդադ խոսել, չմոռանալ, ինչ որ ժամկետներ չդնել եւ հստակ քայլեր են, գործողություններ են։ Հասկացա Գառնի, շատ շնորհակալ եմ։ Հիշեցնեմ, որ ես զրուցում էի իմ գործընկեր Գառնի Մութաֆյանի հետ։